Բարև ձեզ, ես Թեհմինե Ենոքյանն եմ եւ այսօր կանանց հարթակ հաղորդաշարին հյուրընկալել եմ Մասուր արվեստի տան համահիմնադիր Մարիամ Մուղդուսյանին։ Ողջույն Մարիամ, ինչպե՞ս եք։ Թեհմինե, շատ շնորհակալություն հրավերի համար, հոյակապ։ Ուրախ կլինեմ այսօր ունենալ անկեղծ զրույց քո հետ, հատկապես այն թեմաների մասին, որոնցով դուք զբաղվում եք։ Առաջինը կուզենամ հարց ուղղել, թե ինչպես մտահղացավ այսպիսի գաղափար հիմնադրել այսպիսի մշակութային կենտրոն եւ ինչով է զբաղվում ձեր կենտրոնը։ Ամեն ինչը սկսվել է դեռևս 2014 թվականին, երբ ես եւ քույրս Նաիրան միասին միմյանց աջակցելով հիմնեցինք Մուղդուսյան արվեստի կենտրոնը, որտեղ մինչ այս պահը արդեն 700 երեխա արվեստի անվճար կրթություն է ստացել։ 20 թվականի պատերազմից հետո, երբ մեր շահառուների թիվը կտրուկ ավելացան, իսկ մեր Մուղդուսյան կենտրոնի շահառուների մեջ մտնում են խոցելի խմբերի կանայք, երեխաները, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցները, եւ պատկերացրեք պատերազմից հետո միանգամից այս թիվը կտրուկ բարձրացավ։ Իսկ արդեն 21 թվականին մենք անդրադարձանք, որ կամ պետք է ինքներս ինչ-որ բան անենք, որ այդ ծանր հոգեբանական հետ պատերազմական իրավիճակից դուրս գանք, եւ հաջորդը մենք անդրադարձանք, որ ֆինանսական կայունությանը պետք գնալ եւ մշտապես դոնորների փնտրել, որ քո երազանքներն ու նախագծեր իրականացնես, բավականին դժվար գործընթաց է։ Եթե անդրադառնանք, որ մշակութային ոլորտ ամենախոցելի ոլորտներից է, չէ, Հայաստանում, եւ դրա համար եւ միասին որոշեցինք ստեղծել մշակութային փորձառություն փոխանցող բիզնես գաղափար։ Այսինքն մենք նաև անդրադարձանք, որ մենք նկարիչներ ենք, երաժիշտներ ենք, արվեստագետներ ենք, հա, բայց չգիտես ինչու մտածում ենք, որ պետք է ամեն ինչ անենք, օրինակ ուրիշ գործ անենք, որ գանք նկարենք, երգենք եւ այլն, իսկ ինչու կապիտալի չվերածել մեր գիտելիքը եւ չփորձենք հենց մշակույթի միջոցով զբաղվել մեր սիրած գործով եւ ստեղծել հնարավորություններ նաեւ մեր շահառուների համար։ Եվ նաև առաջարկեցինք այն կանանց, ովքեր եկել էին մեզ մոտ պարբերաբար գալիս էին տարբեր դասերի կամ, չգիտեմ, փորձում ենք իրենց որևէ հոգեբանական թեկուզ բնույթի աջակցություն ցույց տալ, պատկերացրեք տեղահանումից հետո, պատերազմից հետո, եւ նաև նրանց էլ առաջարկեցինք աշխատել Մասուր արվեստի տանը։ Մարիամ, ես կուզենամ խոսել հատկապես այն ծրագրի մասին, որտեղ որ դուք պատմական առումով վերականգնել եք այն դեմքերին, քաղաքական գործիչ դեմքերին, որոնց միջոցով նաև կրթության մակարդակն եք բարձրացնում, ասենք Սրբուհի Ձյուսապ, Զաբել Եսայան եւ այլն։ Ինչ նպատակ էր հետապնդում այս նախագիծը եւ ինչ արդյունքներ կարող են գրանցել այս տարիների ընթացքում։ Նայեք, նախ ասեմ, որ Մուղդուսյան արվեստի կենտրոնից է բխել Մասուր արվեստի տունը, դրա կարիքներից, իսկ 15 թվականին մենք հիմնել էինք նաև Նաիրյան վոկալ անսամբլը, Նաիրայի քրոջս գլխավորությամբ, մենք անդրադարձանք, որ այս բոլոր նախագծերի ելակետը եւ այսպես ասած հանգրվանը պետք է լինի մի տարածք, որտեղ ֆիզիկապես առնվազն կարող են այս բոլոր գաղափարները կյանքի կոչվել եւ մեծ լինի։ Դրա պատճառով էր նաեւ կամ դրա շնորհիվ այս մտքերի, որ մենք Մասուր արվեստի տունը տեղակայեցինք Ջրվեժում, որտեղ մեծ մի առանձնատուն է, որը փաստորեն ծառայում է այս գաղափարներին եւ ինչպես նշեցիք, այո, մենք անդրադառնում ենք մեր մշակութային նախագծերում կարևոր նշանակության է մեր պատմության անդրադարձ կատարելը։ Երբ մենք խոսում ենք կանանց իրավունքների մասին, գենդերային հավասարության եւ կամ այլ այսպես ժամանակակից տերմինոլոգիան, համեմատաբար ժամանակակից տերմինոլոգիայով ենք խոսում կանանց իրավունքների մասին, մենք պետք է առաջին հերթին անդրադառնանք, որ մենք աշխարհում առաջին երկրներից ենք, որ կանանց տվել ենք ոչ միայն ընտրելու, այլև ընտրվելու հնարավորություն։ Եվ այսպես առաջին հանրապետության տարիներին մենք ունեցել ենք 3 կին պատգամավոր՝ Վարվարա Վարյա-Սահակյանը, Պերճուհի Պարտիսպանյան Բարսեղյանը եւ Կատարինա Զալյան-Մանուկյանը։ Միաժամանակ մի նույն ժամանակահատվածում, այսինքն 20-րդ դարասկիզբ, 19-ի վերջ, մենք ունեցել ենք օրինակ առաջին կին նովելիստ Սրբուհի Ձյուսապը, մենք ունեցել ենք այլ, չգիտեմ, ուղղակի անհավանական, թերևս հեղափոխական գործունեություն իրականացնող գաղափարական առումով եմ ասում, կանայք, օրինակ Զաբել Եսայանը, որ խիստ ազգային դիմագիծ ունեցող, իմ կարծիքով մեծ մտավորական է, Շուշանիկ Կուրղինյանը, Մարիամ Թումանյանը, այս անունները կարելի է անվերջ թվել, եւ ցավոք մենք անդրադարձանք, որ նրանց մասին
պատմող գրեթե ոչինչ չկա, հա, այսինքն փոքր կա եւ մենք չենք ունեցել, գիտեք, մեծ հնարավորություն այս ամբողջ մշակութային ժառանգությունը, չգիտեմ, թվայնացնելու եւ այլն անելու, բայց մենք ունեցել ենք մեր գործընկերների շնորհիվ ունեցել ենք ստեղծել ենք իրենց ստենդները, նրանց պատկերող ստենդները, որոնք հիմա ցուցադրվում են Մասուր արվեստի տանը։ Ավելի ուշ արդեն գործընկեր կառույցների, օրինակ ՄԱԿ-ի զարգացման ներողություն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, օքսիջեն հիմնադրամի եւ այլ գործընկերների միջոցով մենք ստեղծեցինք պրոյեկտ նվիրված այս կանանց։ Պրոյեկտի ավարտից հետո ինչ արեցինք, նախագիծը շարունակեց իր ուրույն կյանք ունենալ արդեն Մասուր արվեստի տանը։ Բացի այն, որ ցուցադրվում են այս ստենդները եւ մենք տուրեր ենք անցկացնում Մասուր արվեստի տանը, նվիրված այս հայ նշանավոր կանանց, մենք նաեւ կարողացանք Նաիրյան վոկալ անսամբլին լիովին ներգրավել եւ ստեղծվեց երաժշտական, թատերական, այսպես ստեղծագործություն, երբ աղջիկները մարմնավորում են այս նշանավոր կանանց ոճավորված զգեստներով եւ վիզուալ առումով շատ գրավիչ է դառնում։ Դուք հարցրեցիք ինչ ենք արել, նայեք, բացի այն, որ արդյունքը, բացի այն, որ հազարավոր մարդիկ այս ներկայացումը դիտել են, բայց ինչպես արդեն ասացի, վերջնակետը Մասուր արվեստի տանն է, բոլոր այցելուներին պարտադիր մենք պատմում ենք այս կանանց մասին։ Իրենք առնվազն տուր են ունենում Մասուր արվեստի տանը եւ ծանոթանում են մեր պատմության ամենակարևոր էջերից մեկին, իմ կարծիքով ամենակարևոր էջերից է այս 20-րդ դարասկիզբը եւ ոչ միայն ծանոթանում են, այլև ծանոթանում են այդ ժամանակաշրջանում ակտիվ գործունեություն իրականացրած կանանց, որոնք իմ կարծիքով խիստ ոգեշնչող են եւ եթե չլիներ նույն Զապել Եսայանի նամակը ուղղված իր դստերը Սոֆիին, իր 14-ամյա աղջկան պատկերացնում ես, ասում է մի վախնար հավակնոտ թվալեն։ Եվ ահա այս մեկ նախադասությունը այս ամբողջ նամակից շատ կարևոր օրինակ ինձ համար խորհուրդ ունեցավ, որովհետև ասում էր միջակցություն չլինեք։ Այո, եւ ասում էր ամենադժբախտ մարդը նա է, ով վայելում է միջակ եւ անօգուտ կյանք, բայց տեսեք մեր միջավայրում ես պետք է անկեղծ լինեմ, ինձ շատ են դատել հավակնոտ լինելու, ակտիվ լինելու համար, բայց ես անդրադարձա, որ 100 տարի առաջ մայրը իր դստերը խորհուրդ է տալիս հավակնոտ լինելուց չվախենալ։ Իսկ ինչու է հավակնոտ լինելը, որպես բացասական եւ այսինքն ընդունված ստանդարտներից դուրս ինչ որ մի բան է համարվում եւ հաճախ դրա համար կարող ես դատվել եւ կամ կարող են քեզ չներել, մինչդեռ 100 տարի առաջ մարդիկ գիտակցել են, որ իրենց հայ ժողովուրդը այդ ռեսուրսը իր աղջիկների եւ կանանց ռեսուրսը պետք է շատ լավ օգտագործի եւ մարդիկ պատրաստ են, կանայք եւ աղջիկներ կան, որոնք շատ զորավոր են եւ պատրաստ են իրենց եռանդը, ուժը, սերը, նվիրումը բերել մեր երկրի զարգացմանը, ինչու ոչ։ Մարիամ, հատկապես կուզենամ ձեր ստեղծագործական գործունեության այն փուլին անդրադառնանք, որտեղ որ դուք ունեցել եք քաղցկեղ եւ դա եւս արտացոլվել է ձեր նկարչական աշխատանքներում։ Ինչպես եք հաղթահարել հատկապես այս խնդրին Հայաստանում, այնքան մարդ է առնչվում։ Առողջ ապրելակերպը շատ ժամանակ նաեւ երբեմն մեր ընտրությամբ առաջնահերթություն չէ, ցավոք, մեր բնակչության համար կարծում եմ նաև բավականաչափ քաղաքական կամք չկա, որ բնակչությունը իրապես առողջ ապրելակերպով ապրի։ Բայց ես իմ անձնական փորձից պետք է խոսեմ, երևի թե իմ կյանքի ամենաբեկումնային շրջանն է եղել, որը իրապես փոխեց եւ իմ անհատականությունը եւ իմ կյանքը, եւ երբ ստիպված եղա հետագայում բեկոր ինձ հավաքել։ Բարեբախտաբար ինձ մոտ շատ թեթև տեսակի քաղցկեղ է եղել, վահանաձև գեղձի քաղցկեղ է եղել, ոչ ուշ փուլում հայտնաբերված, այնուամենայնիվ ես ձեռք բերեցի վախ, էքզիստենցիալ գոյաբանական վախ ձեռք բերեցի, որը հաղթահարելու համար սկզբնական փուլում սկսեցի նկարել այն կանանց, ովքեր հաղթահարել էին կրծքագեղձի քաղցկեղը եւ ստեղծեցի կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց մերկ գեղանկարներ, կանանց գտա, ովքեր համաձայնվեցին նստել եւ ես իրենց նկարեցի եւ այս պատմությունները իդեպ ես նաեւ լրագրողի կրթություն ունեմ եւ սա ինձ շատ օգնեց իրականում այս նախագիծը
գեղանկարի եւ մարդկային պատմությունների Արանքում ինչ որ մի նախագիծ էր շատ մարդկային եւ ինչու հենց գեղանկարն եմ ընտրել խոսելու այս խնդրի մասին, որովհետեւ հատկապես Հայաստանում այ կրծքագեղձի քաղցկեղի վիրահատություն, այսինքն կրծքի հեռացումից հետո շատ կանայք իրենց այլևս կին չեն զգում կամ հասարակությունը կին չի համարում իրենց։ Ես այս գեղանկարները ցուցադրելու ժամանակ ես ունեցել եմ տարբեր արձագանքներ, ինչպես օրինակ գեղեցիկ չէ եւ այլն, բայց ով է խոսում գեղեցկությունից, չէ, կամ երբ որ մենք նկարում ենք անդամահատված մարդկանց պատերազմից հետո, այդ հարցը չի բարձրանում, չէ, իրականությունն այն է, ինչ կա, բայց եթե կանայք են արդեն պատկերվում, կա այսպես գեղեցկության ընդհանուր չափանիշ, որ դու պետք է դրան համապատասխանես։ Իսկ ով է որոշում գեղեցիկն ու տգեղը եւ ով է որոշում այս ոչ մեկ չի ընտրում այս տեսակի հիվանդությունը եւ խեղումը ֆիզիկական ոչ մեկ չի ընտրում եւ գեղանկարը նրա մասին է, որ սահմաններ չունենա եւ արվեստը առհասարակ, որի միջոցով դու կարող ես խոսել տարբեր հարցերի շուրջ, բարձրացնել նաեւ էթիկայի ու էսթետիկային վերաբերող հարցեր։ Կուզենամ անդրադառնալ անձնական կյանքի մի դրվագի, որի մասին եթե ցանկություն ունեք ավելի անկեղծ զրույց ունենանք, հատկապես միայնակ մայրերը, որոնք որ Հայաստանում տարբեր խնդիրներին են առնչվում, կյանքի ինչ որ փուլի ինչ որ բերումով դուք հիմա զապելին մեծացնում եք մենակ եւ ունեք բազմաթիվ խոչընդոտներ Հայաստանում, հատկապես միայնակ մայրերը Հայաստանում շատ խնդիրներին են առնչվում։ Ինչպես եք դրանք հաղթահարում եւ որոնք են դրանք։ Ի սկզբանե պետք է ասեմ, որ միայնակ մայրությունը ես չեմ ընտրել։ Եթե ես իմանայի, որ միայնակ պիտի մեծացնեմ, չեմ կարծում, որ միայնակ կուզեի, որովհետեւ ես այնուամենայնիվ համարել եմ, որ անպայման երեխան պետք է ունենա հայրիկ, մայրիկ մեկ տանիքի տակ, բայց կյանքը երբեմն մեր նախատեսածից այլ կերպ է ընթանում, այլ ձևով է ընթանում։ Ես անդրադարձա նաև, որ ես ու իմ աղջիկը ընտանիք ենք լիարժեք։ Եվ այն երջանկությունը, որ Զապելը ինձ բերում է, իդեպ աղջկաս անունը դրել եմ հենց Զապել Եսայանի ստեղծագործություններով ոգեշնչված, Զապելը ինձ այնքան մեծ երջանկություն է բերում, որ ես չեմ կարծում, որ եթե նրա հայրը մեզ հետ լիներ, ես պակաս կամ ավելի երջանիկ կլինեի։ Ես երջանիկ եմ իրենով եւ ես այսօր ունեմ հոյակապ, հրաշալի ընտանիք։ Զապելը իր հոր հետ կապ ունի, Հայաստանում չի ապրում։ Սա իմ ընտրությունը չէ եւ ինձ համար շատ դժվար փուլ է եղել։ Ես մինչեւ հիմա կարող եմ որքան էլ մենք մեզ ասենք, մենք չգիտեմ որքան էլ մտածենք, որ հաղթահարել ենք հասարակական այս կարծրատիպերը եւ այլն, բայց ճշմարտությունն այն է, որ միայնակ մամայությունը մեծ մայրությունը, միայնակ մայրությունը շատ մարտահրավերներ ունի։ Ամենափոքր խնդրից սկսած 1 տարի գրեթե մենք շատ մեծ ժամանակ ենք անցկացրել հիվանդանոցներում, որովհետև Զապելը շատ փոքրիկ է ծնվել եւ առողջական խնդիրներով է ծնվել, պայմանավորված շատ իրապես ծանր հղիությամբ, եւ ես այդ փուլը այո, ես միայնակ եմ անցկացրել։ Մի ժամանակ ես չէի ցանկանա դրա մասին խոսել, բայց հիմա այլևս պատմություն է։ Դա այլևս ինձ չի ցավացնում, որովհետև դա իմ փորձառությունն է, իմ պատմությունն է, բայց այնուամենայնիվ 1 տարի տեսեք դու նախ փոխվում է օրգանիզմդ, հոգեվիճակն փոխվում մայրությունից հետո եւ խիստ ծանր է ստանում երեխայի հետ կապված հատկապես առողջական խնդիրները։ Ինձ համար շատ անհավանական դժվար փուլ է եղել, որովհետև ինչպես պետք է երեխային խնամես եւ աշխատես։ Եվ ես իմ շատ ակտիվ կենսակերպից հրաժարվել եմ, իմ ստեղծագործական կյանքից եմ հրաժարվել եւ ես երբեք չեմ ասի դա զոհաբերություն, որովհետև իմ երեխայի երջանկության եւ առողջության դիմաց դա ոչինչ է։ Բայց ինչ են անում միայնակ մայրիկները, նայեք, պետք է հոգ տանեն երեխային, պետք է հոգ տանեն իրենք իրենց, եթե ունեն նաև տարեց ծնողներ, պետք է հոգ տանեն նաև նրանց, եւ պետք է ապահովեն երեխայի համար հարմար միջավայր, այսինքն տուն, տուն պետք է ապահովեն, եթե չի եղել, պետք է հիմա արդեն իսկ ապահովեն, պետք է հետևեն, որ երեխան առողջ լինի, իրենք առողջ լինեն, եւ ես ինչ հասկացա, երբ որ ես դժբախտ էի, իմ երեխան երջանիկ չի կարող, եթե ես դժբախտ եմ, իմ երեխան չի կարող երջանիկ լինել, եւ համար առաջին հանձնարարությունը միայնակ եւ նոր
նորածին բալիկ ունեցող մայրիկներին երջանիկ եղեք։ Եթե դուք երջանիկ չլինեք եւ առողջ չլինեք, երեխան չի լինելու երջանիկ եւ առողջ։ Ինքը արդեն իսկ խոցելի է եւ մորից առավել, եթե մենք խոսում ենք նորմալ մայրության մասին, որևէ մեկը չի կարող երեխային սիրել։ Մայրիկներ ջան, առողջ եղեք, անպայման շատ ինքներդ ձեր առաջ պատնեշ դրեք նրանց դեմ, ովքեր ձեզ պետք է վնասեն, կտրեք ձեզ, որովհետև եթե չեն հասկանում, որ վնասելով ձեզ վնասում են երեխային, այդ գիտակցությունը դուք պետք է ունենաք։ Երեխային անպայման առողջ մայրիկ է պետք, առողջ ապրելակերպ, բալանսավորված ծնունդ, հնարավորինս ամեն ինչ ջանք գործադրելու աստիճանի, պետք է, չգիտեմ, շատ մեծ մարտահրավեր է իհարկե, բայց պետք է երջանիկ լինել, անպայման։ Հատկապես ձեր կյանքի փորձից ելնելով գրել եք երգեր, որոնք նաև Նաիրան վոկալ անսամբլը կատարում է։ Այդ երգերը նաև դուք սուրդո թարգմանությամբ ներկայացնում եք, որտեղ որ խուլ ու համր մարդիկ կարողանում են լսել, հասկանալ։ Որտեղից այս մտքերը եւ գաղափարները։ Մի անգամ ես անդրադարձա, դեռևս այս փորձառությունը չի ունեցել միայնակ մայրիկության, բայց ես անգամ այդ փորձառության համար եմ շատ շնորհակալ։ Մենք պետք է անդրադառնանք, որ եթե հիմա օրինակ ես ու դու այսպես նստած խոսում ենք, որոշակի դեպքեր են, որ հանգեցրել են սրան։ Եվ մենք չգիտենք, որ երբ մի դուռը մեր առաջ փակվում է, որը կբացվի։ Հետևաբար պետք չէ անընդհատ հետ նայել, ես ինքս փորձում եմ անընդհատ առաջ նայել։ Եվ այս նախագծերի, այս երգերը նաև դրա մասին են։ Ես հիմա կարող եմ վստահ պնդել, որ ոչ միայն իմ փորձառությունն է սա, այլև շատ կանանց, ինչու՞ չէ տղամարդկանց, ովքեր իրավիճակներում են հայտնվում, երբ իրենց կարող են վանդակումը զգալ, եւ դրա համար ես առնվազն խրախուսում եմ համարձակ լինել, հենց երգը համարձակ եմ, առաջին փորձս է եւ չեմ գրել, որովհետեւ կարողանում եմ, այլ իրականում շատ բյուջեի խիստ սահմանափակում ենք ունեցել, ու ես սկսեցի մտածել, որ բազմաթիվ կանայք, աղջիկներ, մարդիկ առհասարակ իրավիճակում են լինում, երբ պետք է համարձակ լինել, եւ ահա հենց այդ մասին գրեցի, ասելով, որ կլինի ամենավատ իրավիճակը կամ մարդը հաստատ չես կտրի թևերն իմ, չես փակի ուղին իմ, ես ազատ եմ, զորեղ, համարձակ եւ ուժեղ։ Հեղինակային մեկ այլ երգ է նաեւ շատ Հայաստանում ցավոտ իրավիճակի մասին պատմող մի երգ, կնասպանությանը վերաբերյալ, չեմ ուզենա հիմա խոսել կոնկրետ ում դեպքի մասին է գրված երգը, բայց մի սպանված կնոջ իմ կարծիքով վերջին զրույցը ծնողների հետ, ահա այդ մասին եմ գրել, երաժշտությունը Նաիրան է գրել, քույրս, մենք միասին շատ լավ աշխատում ենք, թեև շատ տարբեր ենք, բայց շատ լավ աշխատում ենք։ Փոխ լրացնում եք։ Այո, եւ նաեւ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին նվիրված երաժշտական մեկ այլ նախագիծ ենք էլի գրել, եւ հավատացեք, արվեստի մեջ ամեն ինչի մասին կարող ես խոսել եւ ցանկացած մեդիա ընդունելի է, որով որ դու կարող ես, դա կլինի տեքստը, կլինի դասական, գրեվոր, կարող է լինել բանավոր խոսքը, կարող է լինել քո պատմությունը եւ վիզուալ ստեղծումը, բայց կարեւոր է որ խոսես այդ մասին, որովհետեւ արվեստը, առավել եւս արվեստը ստեղծված է բացառապես էսթետիկ պահանջմունքները բավարարելու համար։ Մենք կարող ենք խոսել մեր փորձառության մասին, մենք կարող ենք եւ դա կարող ենք անել արվեստի տեսքով, որովհետեւ եթե ես նկարիչ եմ, եթե ես գրող եմ, եթե ես երաժիշտ եմ, ուրիշ ինչ միջոցներով կարող եմ խոսել։ Շատ կարևոր մի բանի մասին խոսեցիք, հատկապես երաժշտության միջոցով էմոցիաները, ապրումները, փորձառությունը փոխանցելու մասին, հատկապես այն երգերը կամ այն երաժշտությունը, որ միասին ստեղծում եք եւ հատկապես որ ենթագրեր եք սարքում կամ ժեստերի լեզվով եք դա մատուցում, այդ լսարանից ստանում եք հեչ պատասխան, արդյոք իրենց համար ընդունելի է, հասկանալի է, ինչ թեմաների եք նախանդրադառնում եւ իրենց համար ինչքանով է դա ընկալելի։ Առաջին հերթին պետք է ասեմ, որ
ժեստերի լեզվով երգելու գաղափարը հղացել է, երբ որ մեր կենտրոնի սաներից մեկը պետք է մասնակցեր մեր կենտրոնի սաների համերգին, այսինքն 60 սան ունեինք այդ տարի եւ պետք է մեկ երեխա ունեինք, որ լսողության խանգարում ուներ։ Մեր մեջ հարց առաջացավ, արդյոք պետք է համերգը կայանա, թե ոչ։ Որտեւ եթե մեկ հոգի չի հասկանում, այսինքն պետք է նստի եւ ինչ է ինքը զգալու եւ չի կարող լսել, գոնե չի կարող հասկանալ, չպետք է համերգը կայանա։ Եվ հենց այդ մեկ երեխայի փորձառությունն էր, որ մեզ բերեց նրան, որ մենք պետք է երգենք ժեստերի լեզվով։ Եվ սա պետք է լինի մեր պետության հիմնական այսպես մոդելը, եթե քո ժողովրդից փոքրիկ մասնիկը մեկը չի հասկանում, ինտեգրված չի այս կյանքին, ուրեմն պետք է միջոցներ անես, որ ինքը ինտեգրվի։ Սա մոտեցումն է, մենք ընդհանրապես շատ փոքրիկ օրինակ բերեցինք, չէ՞, բայց եթե մենք մեր սահմանափակ չնչին հնարավորություններով ստեղծել ենք գոնե մեր կարողացածի չափով այսքանը, կարծում եմ հնարավոր է ստեղծել։ Այո, մենք ունենում ենք հետադարձ արձագանքներ եւ շատ դրական, մենք շատ լավ աշխատել ենք, աշխատանքային փորձ ունենք համայնքի հետ, ԼԽՈ անձանց հետ, եւ եթե հնարավորություն լիներ, օրինակ մենք հիմա ունենք 30-35 երգ թարգմանած ժեստերի լեզվով, մենք անշուշտ ամբողջ երգացանկը կթարգմանեինք, բայց սա հնարավորությունների հետ է կապված։ Եթե խոսենք իրավապաշտպան Մարիամ Մուղդուսյանի մասին, որովհետև լրագրողական գործունեություն եք ծավալել եւ ձեր գործունեությունը եւս իրավապաշտպանական ֆորմատի մի ուրիշ տեսակ է, ինչ խտրական վերաբերմունքի եք արժանացել եւ ինչ դժվարություններ եք հաղթահարել։ Մենք երևի թե սա պետք է պատասխանեի միայնակ Մարիության հետ կապված հարցից հետո, որովհետև երբ որ բոլոր հարցերին միայնակ ես անդրադառնում, շատ կենցաղային հարցերից սկսած նրանից միշտ իմ ցանկացած հաջողության, եթե ես հասել եմ հաջողության, թեև չեմ համարում, որ առանձնապես հասել եմ, բայց եթե հասել եմ, միշտ որևէ մեկի հովանավորչությունն են փնտրում, միշտ։ Ես համարում եմ, որ մեծ հաջողությունների կարող էի ավելին ունենալ իհարկե, բայց ինչին էլ որ հասել եմ, այդ թվում, չգիտեմ, նյութական ինչ-որ բաների միշտ որևէ մեկի հովանավորչությունը մարդիկ փնտրում են։ Եվ եթե շատ փնտրում են, անպայման ինչ-որ մեկի ուրվականները տեսնում են։ Ես դրանից չեմ նեղվում, թող ուրվականները լինեն, լավ կլիներ իրական լինեին, բայց դե մի քիչ ավելի հեշտ կլիներ անցած ուղին։ Այնուամենայնիվ սա բավականին, գիտեք, սահմանափակում է շփմանը շրջանակը։ Եվ հատկապես հիմա, երբ ես մի քանի գործ պետք է անեմ, այդ հնդկական աստվածուհու նման, որ չգիտեմ, մի 30 ձեռք պետք է ունենաս, մեկով երեխային հոգ տանես, մյուսով ձեր հիմնած բիզնեսի կարիքները հոգաս, մյուսով մշակութային նախագծերը, մյուսով ինքդ քեզ, սա շատ կարևոր հանգամանք է եւ անդրադառնում ես, որ կամ պետք է այս հասարակական կարծիքին լսես եւ ձեռքերդ վայր դնես, ընդամենը մեկ ձեռքով երեխա պահես, չգիտեմ, շատ սահմանափակ գործունեություն անես եւ ինքդ քեզ ու մյուսները քեզ խղճան, որ գիտես հարմար լինես, կամ պիտի շարունակես ինչպես որ կաս եւ քո լինելով իսկ քո գոյությամբ կոտրես այն կարծրատիպերը, որոնք կան։ Այո, բարդ է, այո, դժվար է, բայց սա արդեն իմ կենսակերպն է եւ ես մի տեղ եմ հասել, որ ել նահանջելու տեղ չունեմ, ում դուր գալիս է գալիս, ում չի գալիս, դուր չի գալիս։ Մենք ստեղծում ենք աշխատատեղեր, մենք ստեղծում ենք հնարավորություններ եւ ես ժամանակ չունեմ շատ մանր, փոքր էս խոսակցությունների հետևից ընկնել։ Եվ նրանք, ովքեր հավատում են իրենց գործին, նրանք նույնպես պետք է շատ ժամանակ չտրամադրեն այս խոսակցություններին, շարունակեն ինչ որ անում են, որտեվ այլևս սա կենսակերպ է, գիտես, էլ ինչ։ Այլ հետ դաշ ճանապարհ չկա։ Չկա, մի գիծ ես հատում, որ արդեն դրա մեջ ես եւ պետք է փորձես դրանում երջանիկ լինել, որովհետեւ սա շատ դժվար գործ է, երբ որ մեծ հոգսի տակ ես ընկնում, արդեն երջանիկ լինելը երկրորդային է դառնում, չէ՞, կենցաղի մեջ ես մտնում, բայց պիտի փորձենք։ Եթե օրինակ հիմա նամակ գրեիք փոքրիկ Զապելիկին, ինչ կուզենայիք ասել։ Շատ տարբեր չէ լինի իմ նամակը Զապել Եսայանի նամակից ուղղված իր դստերը, թերևս եւս մեկ անգամ աղջկաս կմաղթեի, որ ուժեղ լինի, զորավոր լինի, հպարտանա,
որ ապրում է Հայաստանում, իսկ ես շատ կուզենամ, որ ինքը լինելով հետագայում, այսինքն հիմա իսկ արդեն Կանադայի քաղաքացի է եւ ես նույնպես կարող եմ ապրել դրսում, այս հնարավորությունները ունենք, ես ընտրել եմ Հայաստանը իր համար ապրելու երկիր եւ կուզեմ, որ այդ ընտրությունը ինքը շարունակի։ Կուզենամ, որ ունենա հոյակապ կրթություն եւ այդ կրթությունը, ինչպես արել են 100 եւ ավելի տարիներ առաջ հայ նշանավոր կանայք, Զապել Եսայանը եւ այլոք, ինքը նույնպես իր գիտելիքը ներուժը ներդնի Հայաստանի զարգացման համար եւ ես ինքս ապրելով ներկա Հայաստանում պիտի ամեն ինչ անեմ այսուհետ ավելին պիտի անեմ, որ աղջիկս ավելի լավ երկրում ապրի, մեծանա եւ չունենա այն դժվարությունները, որոնք ես եմ ունեցել։ Եվ ամենակարևորը ոչ միայն Զապել, այլև բոլոր հայ մանուկները, բոլոր Զապելները, բոլոր Լեոները, բոլորը թող ապրեն խաղաղ երկնքի տակ եւ մենք նրանց հետ լինենք եւ պաշտպան լինենք։ Շնորհակալ եմ Մարիամ այսպիսի անկեղծ զրույցի համար։ Սիրով։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Մասուր արվեստի տան համահիմնադիր Մարիամ Մողդուսյանը։